մոռացել էի։ Վերջերս մի դեպք պատահեց, որը ուզում եմ կիսվել ձեր հետ։ Մեր գործընկերներից մեկը ասաց, որ բողոք են ստացել հաճախորդից։ Հետաքրքրեց ինչ է խնդիրը եղել եւ ասացին, որ հաճախորդները երբ խմում են մեր կարմիր գինին, իրենց ատամները կարմրում է եւ իրենց անհարմարություն է եւ իրենք մտածում են, թե մեր գինին բնական չէ։ Ասեմ, որ դա շատ բնական երևույթ է եւ եթե մեկ բաժակից ավել գինի խմում ես, կարող է կարմիր գինի իհարկե, կարող է ատամները կարմրել, քանի որ գինու մեջ գոյություն ունեն բնական ներկանյութեր, որոնք կարող են, ինչպես անունից հասկացաք, կարող են ներկել ձեր ատամները, ձեր լեզուն եւ կախված գինու տեսակներից ներկանյութը կարող է լինել տարբեր չափերի։ Օրինակ, եթե արենի է, արենի խաղողում ներկանյութերը ավելի քիչ են եւ ավելի շատ քանակությամբ գինի է պետք խմել, որ այն ներկի ձեր ատամները, ձեր բերանը։ Իսկ օրինակ հաղթանակ, կարմրահյութ, ներկենի տեսակի խաղողների մեջ ներկանյութերը ավելի շատ են եւ ավելի քիչ քանակի օգտագործելուց անգամ մեկ բաժակից կարող են ձեր ատամները, բերանը ներկվել։ Ներկանյութերը, եթե առողջական խնդիրներ ինչ-որ չունեք, կախված երիկամների կամ լյարդի հետ, դրանք օգտակար են, դրանք հակաօքսիդանտներ են եւ նպաստում են օրգանիզմի երիտասարդացմանը եւ աղիքային միկրոֆլորայի բարելավմանը։